Ինչպես խոստացել էի, ես մտադիր եմ այս տարվա համար արդեն սկսել քաղաքագիտական վերլուծությունների մասին, այդ թեմայով, այդ ասպարեզում մրցույթներ կայացնելու մասին։ Հիմա կարդամ տեքստը, բարձրաբանումներ կտամ, թե ինչպես է դա ընթանալու։ Եթե հարցեր կլինեն, ֆեսյանի մեջում գրեք կամ YouTube-յան էջի տակը։ Հայտարարում եմ 25 թվականի քաղաքագիտության ոլորտում Կարենա Բակունցի անվան մրցույթի սկզբի մասին։ Մրցույթին մասնակցողը մինչև 60 տարեկան պետք է ինձ անձնական նամակով ուղարկի մրցութային հոդվածը հետևյալ տիպի թեմաներով։ Ինչու մինչև 60 տարեկան։ 60 տարեկանից ենքոմ եթե մարդը մինչև հիմա ոչ մի բան չի արել, դժվար թե ինքը նորություն անի։ Երկրորդն էլ ոնց որ ես եմ դոգմատիկ, այնց բառադի է շեշտ ու ստվող 60-ից անցերի մեջ այդ տոկոսը շատ է մի քիչ։ Ու բացի այդ էլ 60 մարդը եթե մինչև հիմա ոչ մի բան չի արել քաղաքագիտության ասպարեզում, ինքը չի էլ անի։ Մրցույթի իմաստը նրանն է, որպեսզի ջահելները մտնեն ասպարեզ, կրթվեն, դառնան լիդեր։ Ու թեմայի մասին ես կասեմ, թեման ես եմ առաջարկում, բայց բավական լայն ընդգրկում ունի։ Ինչ թեմա է հնարավոր, առաջին ինչու է այս հարցը մեզանում էսպես եւ ինչպես է հնարավոր այն հիմա շտկել։ Մենք հազարավոր թուլություններ ունենք, պատմական, ներկա, ազգային, հասարակական եւ այլն։ Դուք կարող եք վերցնել ցանկացած թեմա, քննարկել այդ դրա պատճառները, այդ թուլության, այդ շեղման պատճառները եւ ելքերն առաջարկել։ Առանց ելքերի առաջարկման ոչ մի հոդված չի ընդունվի։ Օրինակներ է այդպեսի բերեմ։ Ինչու են մեր լիդերները բռնապետանում եւ ինչպես է դա հնարավոր շտկել։ Ինչու է մեր հասարակությունը, մենթալիտետը, ավանդույթը, մարդիկ, ժողովուրդը, ջահելությունը, տարեկավորները, տղամարդիկ, կանայք, իշխանությունը եւ այլն ապա սոցիալական, ապա պետական, ապա մարդկային, ապա ազգային, ապա մասնագիտական, ապա կողմնորոշված, ապա տեղեկացված եւ այլ տիպի ապա շեղումներով։ Եվ ինչպես է դա հնարավոր հիմա շտկել։ Ինչպես տեսնում եք, ամեն հոդված, զեկուցում, ելույթ պետք է երկու մասից բաղկացած։ Սկզբից նկարագրվում է շեղումը եւ երկրորդ մասում էլ նկարագրվում է թե ինչպես է հնարավոր հիմա դա շտկել։ Այսինքն հնարավոր խորացա թե սենց այն ասած չի լինելու, դա չի քննարկվել։ Նման թեմաները հազարավոր են եւ հավակնորդը կարող է ինքը նման թեմա կազմել ու ներկայացնել իր հոդված ելույթը։ Հիմա կասեմ թե ինչի հոդված ելույթը։ Բայց պայմանն է, որ մրցույթին ուղարկվի միայն մեկ կոնկրետ մասնակցի կարծիքով ամենակարևոր շեղման մասին համապարփակ հոդված, որի ծավալը ոչ ավել է քան 2000 բառ։ 2000 բառը 500 բառից կազմացած 4-5 էջ է, դա ծավալուն հոդված է։ Գիտական հոդվածները այդ կարգի են լինում։ Նաև որպեսզի խուսափեք արհեստական բանականությամբ ստեղծված տեքստերից, իսկ հիմա արհեստական բանականությանն ասում ես այս թեմայով գրի, 100 ձևի կգրի ինքը։ Ես չեմ ուզում նման աֆերիստների ձեռն գնեմ, դրա համար որպեսզի դրանից խուսափենք, մասնակիցը պետք է իր նյութն ինքը անձնապես կարդա YouTube-յան ելույթով։ Այդ մարդուն պետքա տեսնես, ինքն իր նյութը պետքա կարդա։ Ու իսկույն կերևա, ինքը կարդում է իր գրածը, իրեն համապատասխան նյութը, թե Ալեքսա ստապ։ Թե արհեստական բանականությամբ ստեղծված ինչ-որ տեքստ է կարդում։ YouTube-ով թող կարդա իր գրածը, դա էլ տեքստի հետ ներկայացնի։ Ուրեմն պետքա միայն YouTube-յան խոսակցությունը չի կարող ներկայացնել, պետք է անպայման տեքստը ներկայացնել, բառ առ բառ։ YouTube-ում կարող ենք ավելորդ խոսել, բացատրել, մեկնաբանել, բայց հոդվածի տեքստը պետք է ներկայացվի YouTube-յան ելույթին զուգահեռ։ Կարծում եմ միայն այսպես է հնարավոր զատել սեփական տեքստ կարդացողին արհեստական բանականության տեքստ ներկայացնողից։ Հոդվածները կքննարկի իմ կողմից ընտրված ժյուրին։ Քանի որ ես եմ ֆինանսավորում այս ամեն ինչը, ժյուրին էլ իմ ընտրած մարդիկ պետք է լինեն, պատահական մարդը չի կարող ժյուրիում լինել, ես մոտարապես իմ ընկերներից
Դեն գիտեմ ով ինչպիսին է եւ հետեւյալ ես կազմեմ հիմա տեսնում։ Միգուցե ուրիշ առաջարկներ լինեն ժամանակի ընթացքում։ Նախ որ տեսնում հետեւյալ մարդկանց։ Նախընտրել եմ Հայաստանում բնակվող միայն ընկերներին, դրսից սփյուռքից չեմ ընտրել, որովհետեւ Հայաստանում բնակվող մարդիկ գիտեն, թե ինչը հիմա հնարավոր է, ինչը չէ։ Դրա համար միայն Հայաստանում բնակվողներն են Տաթևիկ Մովսեսյան, Փարանձեմ Թաթևոսյան, Գոհար Պապիկյան, Անիկ Աղինյան, Գոհար Լազգիյան, Արամերին, Բարիս Մուրազի, Վարդկեսովյան, Գագիկ Ղահրամանյան, Վահագն Դիլբարյան, Սևակ Հարությունյան, Թորգոն Փանոսյան, այսքանն եմ ես այսօր գտել, միգուցե ավելացնեմ հետագան։ Եվ խնդրում եմ, որպեսզի իրենք համաձայնեն մասնակցել ժյուրիի աշխատանքներին։ Նրանց պարտավորությունն է լինելու դիտել կարդալ ներկայացող հոդվածները եւ 10 բալանոց սանդղակով գնահատել դրանք։ Իրենք կներկայացնեն ինձ ժամկետի վերջում մեկ տեքստով, թե իրենք ինչպես են գնահատել։ Իրենց գնահատականներով ես կկազմեմ աղյուսակ, որում ժյուրիի մասնակիցներին էլ կուղարկեմ իմ աղյուսակը ըստ իրենց գնահատականների, որտեղ ժյուրի անդամները կտեսնեն, թե մյուս անդամները ինչպես են գնահատել այս կամ այն նյութը։ Բայց վերջնականորեն կհրապարակվի անոնիմ։ Միայն գնահատականները կտրվեն, չի ասվի, թե ժյուրիի որ անդամը ինչ գնահատական է տվել այս կամ այն նյութին։ Արդյունքները մեկ առաջին մրցանակ կշնորհվի այն հոդված ելույթի հեղինակին, որը հավաքել է ժյուրիի անդամների ձայների 80%-ից ավելին, որ այդ մրցանակը կլինի $1000։ Երկու երկրորդ մրցանակ կլինի նրանց, ովքեր հավաքել են ձայների 65%-ից ավելին, $500, 4 հատ էլ երրորդ մրցանակ կլինի ձայների 50%-ից ավել ստացած հոդվածներին, $250։ Եթե ոչ մի հոդված չի հավաքել ձայների 50%-ից ավելին, ապա ոչ մի մրցանակ ոչ մեկին չի շնորհվի։ Հավաքել է, ասենք թե 51% կշնորհվի այդ մեկին $250։ Երրորդ կարգի մրցանակ։ Ես ասեցի պայմանները, եթե 80% չի հավաքել, առաջին մրցանակ չի կարող ստանալ։ Ասենք 80%-ը ոնց է հավաքում։ Ենթադրենք 10 հոգի են ժյուրին համաձայնվել լինելու, 10 հոգին ամեն մեկը գնահատել է 8 բալ, մյուսը գնահատել է 9 բալ, մեկը գնահատել է 10 բալ, մյուսը գնահատել է 2 բալ։ Այդ գումարային 10 հոգու գրանցածը եթե 80 բալից ավել է, 81-ը, 80-ը հաշիվ չի։ 81-ից վերևը դա կգնա որպես առաջին տեղի հավակնող հոդված։ Եթե այդ բալերի գումարը 65%-ից ավել է, կգնա երկրորդ 50% ավել է երրորդ տեղում, հասկացաք կարգը, թե ինչպես է լինել։ Արտակարգը ասենք թե իրար հավասար ձայներ են հավաքում, այդ դեպքերում արտակարգ դեպքերում, ասենք եթե բոլոր ներկայացող նյութերն էլ ստացել են 100% ձայն, հոյակապ հավակնորդներ ունենք 20 հոդվածա ներկայացրել, 20-ն էլ արտակարգ են 100%, ապա այդ դեպքերում նախապատվությունը կտրվի նախ երիտասարդներին ըստ տարեքի, ջահելից դեպի ավագը, ապա դրա հավասարության դեպքում էլ նախապատվություն կտրվի աղջիկներին եւ կանանց։ Ժյուրիի անդամներն աշխատանքի վերջում կպարգևատրեն 10-ական իմ հրատարակած քաղաքագիտական գրքերով։ Մրցանակ ստացված հոդվածներն, ինչպես նաեւ ելույթները կտեղադրվեն ստորև ներկայացվող Facebook էջում։ Կտամ ես լինքը։ Եթե դրանք արտակարգ եղան, ապա ես կհրատարակեմ առանձին գրքույկով 100-200 օրինակով հեղինակներին նվիրելու համար։ Հոդված ելույթները պետք է ուղարկել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Դեռ 12-13 օր կա։ Բավարար ժամանակ է, որպեսզի նման հոդված ներկայացվի։ Արդյունքները կամփոփվեն 26 թվականի հունվարի 14-ին։ Հունվարի 14-ին ես ժյուրիի անդամներից կուզեմ տվյալները, իրանք 15 օրվա ընթացքում կարծում եմ կարողանան դիտեն կարդան այդ հոդվածները։ Ուրեմն այդ մեկ օրը վերջին օրը ժյուրի անդամները կուղարկեն ինձ իրենց աղյուսակները, մինչև այդ պես չի ինձ որևէ մի բան ասել, շատ են գնահատել, ցածր են գնահատել, կապ չունի։ Ամեն մեկն առանձին թող իրենց աղյուսակն ուղարկեն իրենց գնահատականներով, ամսի 15-ին
Ես այդ աղյուսակներն իմի կբերեմ, կհրապարակվեն արդյունքները, 16-ին շահողներին ես կփոխանցեմ փողերը, պրիզերը։ Ինչպես տեսնում եք, բացի ժյուրիի կազմի ընտրությունից եւ ընդհանուր թեմայի առաջարկից, ես առնչություն չեմ ունենալու մրցանակների շնորհման ընթացքին ու մեխանիզմներին։ Ասեմ նաեւ, որ ես շատ փոքր հույս ունեմ, որ իմ այս նախաձեռնությունը լուրջ կվերաբերվեն, դրա համար խնդրում եմ ընկերներիս ամեն հնարավորն անեն այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Սա էլ կայքի տեսքն է, ես sense կայք ունեմ, Facebook-ում էջ ունեմ, քաղաքական ամենօրյա անալիտիկա է կոչվում, մի 4-5 տարի առաջ կարծեմ բացեցի, կարող ավելի հինա։ Այն հույսով, որ այստեղ կարողանամ ներգրավեմ քաղաքականությամբ զբաղվող հայկական ասերին, 3-4 հոգու էլ նշանակեցի որպես էջը վարողներ, թքած ունեցան, համ իմ ընտրած մարդիկ, համ որևէ այլ մեկը, ոչ մի հոդված բացի ինձանից ոչ մեկը չտեղադրեց։ Այս էջը ազատ է, կազմածա, պատրաստ է, այս էջը կտրամադրեմ այս մրցույթի նյութերը հրապարակելու։ Ոնց ասեցի, ես չեմ հավատում, որ ես հաջողության կհասնեմ, որտեղ մի քիչ տեղակ եմ իշնչոցա հայկական իրականության մեջ, ոչ մեկին ոչ մի բան պետք չի, բայց դե միամիտ մարդ եմ, որոշել եմ այսպիսի բան անեմ։ Եթե հանգարց ստացվի, որ ասենք թե ուղարկեցին, հետաքրություն առաջացավ եւ այլն, ես կմտածեմ նաեւ հանգանակություն ձևակերպել Սփյուռքում, որպեսզի փողի քանակը ավելանա նախ, եւ երկրորդն էլ, ասենք թե մտցվի կվարտալային մրցույթ, փոքր գումարներով, որպեսզի մշտական հետաքրքրություն լինի սրա հանդեպ, ովքեր որ սկսեն զբաղվել այդ թեմայով, իրանք հետաքրքրված լինեն, հոդվածներ ուղարկեն եւ թեթև վարձատրվեն։ Կարծում եմ, եթե այդ առաջին մրցույթը հաջող ընթանա, ես կարողանամ նաեւ հանգանակության հարցում հաջողության հասնել, այս մրցույթի ֆոնդերը մեծացնել եւ ֆինանսավորել ավելի լուրջ գումարներով։ Իմաստը որն է, որպեսզի հայկական իրականություն մտնի քաղաքական միտքը եւ ներկա խորաթայի ու աբսուրդի փոխարեն մենք հասկանանք, թե որտեղ ենք ապրում, ինչ խնդիրների մեջ ենք, որ խնդիրներն ինչպես է հնարավոր հաղթահարել։ Նաեւ սրա իմաստն է, որպեսզի խորաթան մակերեսային մոտեցումներն ու մտածելակերպը հայկական իրականությունից դուրս գան։ Դրա համար ես ինչքան կարողացել եմ, փորձել եմ այնպիսի մի բան ձևակերպել ես իմ խոսքի մեջ, որպեսզի ավանտյուրիստները, մողամբազները մուտքեր չունենան դեպի ես մրցույթը։ Տեսնեմ, միգուցե հնարավոր լինի իսկապես այս եղած նախադրյալներով ինչ-որ արդյունքի հասնել։ Ոնց ասեցի, հույսս փոքր է, բայց զերո չի։ Այսօրվա ասելիքս կոնկրետ էր, այսքանն էր։ Շնորհակալ եմ, խնդրում եմ տարածեք, սա կդնեմ նաև YouTube-ում, լինքի ներքևում այս YouTube-յան եւ Facebook-յան այս ալիքի ներքևում կդնեմ այդ կայքի այդ իմ էջի լինքը, որպեսզի տեղեկանաք, թե որտեղ կտեղադրվի դա։ Ես կարծում եմ կարևոր գործ եմ սկսել, խնդրում եմ ընկերներից լուրջ մոտենան եւ իրենք սաթարեն այս գործին, որպեսզի արդյունքի կարողանանք հասնել։